անկախ նրանից Փաշինյանը պայքարում է ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, նրա պայքարի արդյունքում կազմաքանդվում ու հեղինակազրկվում, ստորացվում է հայ առաքելական եկեղեցին։ Ինչպիսի բացատրություններ, ինչպիսի պատճառաբանություններ են ներկայացնեն, որ իրենց պայքարը հայ առաքելական եկեղեցու դեմ չէ, ակնհայտ է, որ իրենց գործողությունների արդյունքում հայ առաքելական եկեղեցում սկսվել է երկպառակության, խառնակցության մի ամբողջ էպոխա, որը չի ուժեղացնելու։ Ընդ որում ասեմ ձեզ, քանդելով ոչինչ չեն կառուցելու, առավել ևս ավերակների վրա հնարավոր չի ղեկավարել, ընդ որում ավելին ասեմ, հայ առաքելական եկեղեցին քանդելով ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելով իշխանությունը, եթե հույս ունի, որ ինքը ուժեղանալու է, չափից դուրս սխալվում է, ընդ որում քիչ առաջ ասեցի, որ նույնիսկ եթե սա անձնավորված պայքար է, սրա արդյունքում տուժում է հայ առաքելական եկեղեցին։ Սա նույնն է, ոնց որ ասեմ, ես չեմ պայքարում իշխանության դեմ, ես պայքարում եմ Նիկոլ Փաշինյանի դեմ կամ հակառակը, սա անտրամաբանական է։ Տարբեր հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող հոգևորականներ, թե չէ։ Ես չեմ կարող ասել, ես չգիտեմ Փաշինյանը ինչ տեղեկատվական բազայի է տիրապետում, կրկնում եմ, եթե ինքը տիրապետում է նման տեղեկատվական բազայի եւ այդ տեղեկատվական բազային տիրապետելուց հետո հրապարակավ հայտարարում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ազգային անվտանգության սպառնալիք է, ես մի բան գիտեմ։ Եթե ես լինեի վարչապետ, եթե իմ երկրում, այն երկիրը, որի գործադիր իշխանության ղեկավարը ես եմ, կա մի սուբյեկտ, կա մի օբյեկտ, որը ազգային անվտանգության սպառնալիք է, այդ ազգային անվտանգության սպառնալիքը չեզոքացնելուն միտված իրավական գործընթաց պետք է մեկնարկի։